Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խնդիրը շարունակում է մնալ միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոյի խոշորացույցի տակ։ Օկամպոն գերիներին ազատելու գործողությունների ծրագիր է առաջարկում։ Նա համարում է, թե առաջիկա ամիսներին դրա պատմական հնարավորությունը կա։ Ավելին գտնում է, որ այս 3 ամսվա ընթացքում հնարավոր է հասնել Արցախի ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչմանը։ Այսպես, դատախազը ֆիքսել է, որ Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին, եւ որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում եւ հայերը հնարավորություն կունենան աջակցել նրա առաջադրմանը։ Աշխարհի 45 հայ գիտնական կարող են ունենալ նրան առաջադրելու իրավասություն։ Այժմ մենք պետք է գործենք եւ համախմբենք ամբողջ աշխարհի հայերին։ Ես առաջարկում եմ գործարկել նոր համաշխարհային արշավ խաղաղության, ճշմարտության եւ արդարության համար, կենտրոնանալով մեկ հստակ հաղորդագրության վրա։ Պնդելով, որ այս արշավը կբացահայտի Ալիևի իրական նպատակը, դատախազը հաղորդագրությունը մեսիջը հստակ է ձևակերպում։ Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակին, նա պետք է ազատ արձակի Բաքվում պահվող հայ գերիներին, կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ եւ դուրս բերի իր զորքերը, ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի խոչընդոտում է Դոնալդ Թրամփի հնարավոր ճանապարհը դեպի Նոբելյան խաղաղության մրցանակ, հրաժարվելով ազատ արձակել հայ գերիներին եւ հերքելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Քրեական դատարանի հիմնադիր դատախազի համոզմամբ Ալիևը համառորեն թաքցնում է հանցագործությունները։ Օկամպոն հայերիս հիշեցնում է անցած տարի COP29-ի ադրբեջանական քարոզարշավի ժամանակ 120 երկրներից 6500 հայերի միասնականության շնորհիվ բացահայտվեց Ալիևի տխրահռչակ փորձը իր գագաթնաժողովը խաղաղության COP անվանելու։ Ճշմարտությունը բացահայտելու մեր համատեղ ջանքերը փոխեցին պատմության ընթացքը։ Արևմտյան առաջնորդների մեծ մասը հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին, ասում է Լուիզ Մորենո Օկամպոն։ Շարքով է շարում Ալիևի հանցագործություններն ու իրավական անցքերը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա, էթնիկ զտեց ամբողջ հայ բնակչությանը իրենց նախնիների հողերից։ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերի հատուկ խորհրդականը զգուշացրեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ ցեղասպանության վտանգի մասին։ Արդարադատության միջազգային դատարանը կոչ արեց Ադրբեջանին ապահովել, որ բոլոր մնալու ցանկություն ունեցող անձինք ազատվեն ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից, որը կարող է հանգեցնել նրանց փախուստին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտարարեց, որ Ադրբեջանում կամայականորեն ձերբակալված բոլոր անձինք, այդ թվում էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Միևնույն ժամանակ Ալիևն ինքը հայտարարել է, որ Թրամփը արժանի է մրցանակին եւ կառաջադրի նրան, սակայն Նոբելյան կոմիտեն նույնիսկ չի կարող քննարկել Թրամփի թեկնածությունը, քանի դեռ Ադրբեջանը նախ չի ազատ արձակել հայ պատանդներին եւ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, որոնք զոհ են դարձել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Աշխարհի քրեական առաջին դատարանի առաջին դատախազը, հիշենք, Ալիևի կոռուպցիոն գաստրոլները ՄԱԿ-ում էլ բացահայտեց։ Անցած ամիս կարծիք հրապարակեց, որ ՄԱԿ-ի հանձնախումբը կողմնակալ եզրակացություն է հայտնել, թե Ռուբեն Վարդանյանի կալանավորումը Ադրբեջանի կողմից կամայական չէ։ Օկամպոն ջրի երես հանեց, որ ադրբեջանամետ այս ցնցող եզրակացության գլխավոր դերակատարը այդ խումբը ղեկավարող Գաննա Յուտկիվսկան է, գործընկերը Equality Law ֆիրմա անունով ընկերությամբ, որը Ուկրաինայում ադրբեջանական պետական նավթային ընկերության Սոկարի ներկայացուցիչն է։ Ձեռնարկելով այս արշավը, արգենտինացի դատախազը հայերին հորդորում է համախմբվել, կիրառելով այս 3 հեշթեգերը։ Ասում է, Նոբելյան մրցանակաբաշխությունից առաջ օգտագործեք ձեր ձայնը, մտքերն ու նվիրումը բարձրաձայնելու ճշմարտությունը։ Ամփոփում է հայություն, սա ձեր ժամն է։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։